Հաջորդ հարցը ինչ կարող է սովորել կամ քաղել Հայաստանը Սաուդյան Արաբիայի բարդ դիվանագիտությունից։ Ձեր կարծիքը այս արդի ու բացի այդ այսօր շահերի առումով կա համընկման կետ։ Այ շատ լավ հարց է։ Ինչ կարող է սովորել քաղել։ Կարող է սովորել 100,000 բաներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան իր արևելքի եւ արաբական լիգայի երկրների մեջ ունենալով 38 միլիոն բնակիչ, համարվում է ամենաառաջադեմ նանոտեխնոլոգիապես զարգացած պետությունը։ Կրկնում եմ, արևելքի եւ այդ արաբական լիգայի ժողովրդի երկրների մեջ առաջինն է։ Ունդ է smart այգի, smart, չգիտեմ ինչ որ տեսարժան վայրեր, ինովացիոն տեխնոլոգիաներ են։ Դա մեկ կարող ենք սովորել բերել։ Երկրորդ պատասխանատվության եւ բացարձակ այսպես նվիրվածության զգացում դեպի հողը, դեպի ջուրը, այս դրքում իրանց անապատը, բայց իրենք սիրում են իրենց անապատի ամեն մի կտորը։ Եվ արաբները այսպես իրանց այսպես շարիաթի օրենքներով մինչև վերջ պատրաստական են իրենց կյանքը անձնվիրաբար տալ իրենց հայրենիքին։ Ես կարծում եմ այդ այո, կարծում եմ ծայրահեղությունը նաև մեզ մոտ կա, բայց ինչ կարող ենք սովորել նամանավանդ պատերազմից հետո, խոսքը 44 օրյա պատերազմի ժամանակ, մենք կարծում եմ կարող ենք սովորել հավատարմություն նաև իրենցից, որտեղ մենք գիտենք, որ եւ ոչ միայն մենք, ես ինքս տեսել իմ աչքով, որ այս պատերազմում մենք պարտվեցինք դավաճանական մի քանի տասնյակ գործողությունների եւ մի քանի ստահակների ու ամբարտավան սրիկաների պատճառով, որտեղ հիմնական հենասյունը դա մեր զինվորներ, որ ֆանտաստիկ ջախջախիչ պարտության մատես ճշտում։ Կարող ենք սովորել ծայրահայրենասիրություն, չեմ վախենում այդ բառը օգտագործել, կարող ենք սովորել։ Երրորդ բանը, որ կարող ենք սովորել, ինչպես զարգացնել տնտեսությունը, նամանավանդ Սաուդյան Արաբիայի զարգացման ֆոնդը, որը որ World Vision 2030 տեսլական ունի, որ Սաուդյան Արաբիան պետք է 2030-ին դառնա աշխարհի ադամանդը, ռուբինը, փոխաբերական իմաստով, տնտեսական ադամանդը ու տնտեսական ռուբինը։ Կարող ենք սովորել, թե չենք կարող ենք։ Եկ 4-րդ ամենակարևոր կետը շինարարական բում է այնտեղ։ Հիմա նաև ոչ թե միլիարդավոր, այդ 12 զրոյանոց, տրիլիոնավոր դոլարների շինարարությունը սկսում գնալ 2034-ին աշխարհի խաղերն է, FIFA-ի աշխարհի խաղերն։ Մենք կարող ենք մեր ճարտարապետական եւ մեր ձիրքով, վարքու բարքով, քանքարով այնտեղ մեր հետ կթողնել։ Կարող ենք։ Այսինքն սա 5-րդ ամենակարևոր բանը, որ ուղղակիորեն հայ ժողովուրդը եւ Հայաստանի յուրաքանչյուր հայ գնալով հարաբերվելով այդ երկրի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ կարծում եմ ունենալու ենք արգասաբեր եւ ամենակարևորը զարթոնք, տնտեսական զարթոնք, բացի օգուտից վնաս չենք քաղի։ Սա է գիտություն։